215 միլիոն դոլար։ Ահա այսքան արժի Երևան City սուպերմարկետների ցանցը։ Իսկ ոնց եկանք այս թվին։ Նախ ընկերության արժեք ասելով, պետք է հասկանանք ընկերության բաժնետոմսերի ընդհանուր շուկայական արժեքը։ Քանի որ Երևան City-ի բաժնետոմսերը հասանելի չեն հանրությանը եւ ուստի չունեն ձևավորված շուկայական արժեք, ապա կկիրառենք հետեւյալ մեթոդը։ Պետք է նայենք, թե տվյալ ոլորտը ներկայացնող ընկերությունների բաժնետոմսերը միջինում ինչ արժեք ունեն իրենց ֆինանսական ցուցանիշների համեմատ։ Բացատրեմ, Երևան City-ի դեպքում պետք է նայենք օրինակ Carrefour-ի եւ Walmart-ի ցուցանիշներին։ Այս եւ նման ընկերությունների բաժնետոմսերի գները իրենց տարեկան եկամուտների համեմատ միջինում կազմում է 0.42 միավոր։ Կիրառելով այս ցուցանիշը Երևան City-ի 2024 թվականի եկամուտի նկատմամբ ստանում ենք 83 միլիարդ դրամ կամ 215 միլիոն դոլար արժեքը։ Այս մեթոդը համարվում է ընկերության արժեքի գնահատման ամենապարզ տարբերակը, սակայն ինչպես նկատեցիք, այն հիմնված չէ ընկերության գործունեության խորը վերլուծության վրա, այլ միայն միևնույն ոլորտը ներկայացնող ընկերությունների ցուցանիշների վրա։ Իսկ որ ընկերությունների շուկայական արժեքը կցանկանայիք իմանալ, գրեք մեկնաբանություններում։